Ռոսելխոզնադզորը հայտարարել է, որ մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման ավարտը։ Ռոսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանտվերտը հաստատել է, որ հայկական կողմի հետ բանակցություններից հետո նախատեսվում է իրականացնել մի շարք ձեռնարկությունների խստացված ստուգումներ։ Գործող սահմանափակումները նպատակ ունեն բացառել անվտանգության չափանիշներին չհամապատասխանող ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն, պարզաբանել է, որ կառավարությունը դեռևս որևէ պաշտոնական գրություն չի ստացել եւ կատարվածը համարում է ընթացիկ աշխատանքային իրավիճակ։ Ըստ նախարարի, ռուս մասնագետներն այժմ Հայաստանում ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց մուտքը Ռուսաստան նախկինում արգելված էր, եւ դրական եզրակացության դեպքում արտահանումը կվերականգնվի։ Գիտեմ, որ Ռոսելխոզնադզորից մասնագետներ կան Հայաստանում կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում եւ այդ ուսումնասիրության արդյունքում կորոշվի, այսինքն դրանք ընկերություններ, որոնց դեպքում փակ էր եւ եթե դրական եզրակացություն ունի կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը, ես կարծում եմ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է The Insider պարբերականի հետաքննությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության եւ դիվանագետների լրտեսական գործունեության վերաբերյալ։ Մոսկվան հրապարակումը որակել է որպես բացահայտ սադրանք, որի նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել դիվանագետների վրա եւ վախ սերմանել հայ հասարակության շրջանում։ Նախարարությունը պնդում է, որ հոդվածը լի է փաստական սխալներով ու կեղծ տվյալներով, իսկ պարբերականին անվանել է արտասահմանյան պատվեր կատարող գործակալ։ Հիշեցնենք, որ The Insider-ը պնդում էր, թե Կրեմլը մեծաքանակ ռեսուրսներ ու հետախուզական ծառայությունների սպաների է կենտրոնացրել Երևանում Փաշինյանի հաղթանակը կանխելու համար։ Ըստ հետաքննության հեղինակների, հայաստանյան որոշ ընդդիմադիր թեկնածուներ ուղղակի կապի մեջ են ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը երկկողմ երթևեկության փողոց է, հիշեցնելով Հայաստանի զգալի տնտեսական կախվածությունը Մոսկվայից։ Շոյգուն մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է մատակարարում շուկայականից 3 անգամ էժան գնով, իսկ Ռուսաստանում աշխատող հայերի տարեկան 3.9 միլիարդ դոլարի փոխանցումները կազմում են հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 13%-ը։ Զուգահեռաբար փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը անընդունելի է համարել Երևանի ԵԱՏՄ-ից ԵՄ անցնելու մարտավարությունը, շեշտելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքում ապրել եւ խախտել եվրասիական ինտեգրացիայի պարտավորությունները։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հակադարձելով այս մեղադրանքներին, ընդգծել է, որ դաշնակցային ոգին հարաբերական է, քանի որ Երևանը եւս բազմիցս չի տեսել Մոսկվայի կողմից պայմանագրերով նախատեսված հստակ գործողությունները։ Չնայած լարվածությանը, պաշտոնական Երևանը վերահաստատել է, որ մտադիր չէ ապահարզանի դիմել կամ վնասել Ռուսաստանի շահերին, բայց շարունակելու է մերձեցումը Եվրոպական միության հետ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը պաշտոնապես հերքել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունները, շեշտելով, որ նա երբևէ չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս հայտարարությունը հաջորդել է Հայաստանի քննչական կոմիտեի պնդմանը, թե падգամավորի թեկնածուն դիտավորությամբ թաքցրել է իր օտարերկրյա քաղաքացիությունը։ Գալուզինը նաև բացարձակ սուտ եւ լրտեսական արշավ է որակել հայկական որոշ ԶԼՄ-ների հրապարակումները ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ գործելու վերաբերյալ։ Ըստ ռուս բարձրաստիճան դիվանագետի, Մոսկվան պատշաճ հակահարված է տալու նմանատիպ տեղեկատվական սադրանքներին, որոնք խեղաթյուրում են դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը։ Զուգահեռաբար Նարեկ Կարապետյանի պաշտպանական թիմը քննչական կոմիտեից պահանջել է անհապաղ հերքել զրպարտությունը, սպառնալով դատական հայց ներկայացնել։